Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման հարցը կրկին մտնում է ակտիվ փուլ։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Հայաստանը կատարել է իր պարտավորությունները և այժմ սպասում է Թուրքիայի քայլերին։ Նա ընդգծել է, որ գործընթացը չի կարելի կապել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հետ, դա անվանելով անտրամաբանական։ Միաժամանակ նշվել է Անիի կամրջի վերականգնման շուրջ պայմանավորվածությունը։ Ռուբինյանը նաև ակնարկել է, որ Հայաստանը դեռ վերջնական որոշում չունի Անտալիայի ֆորումին մասնակցելու վերաբերյալ։ Այս ֆոնին հարց է առաջանում, արդյոք Անկարան կգնա իրական քայլերի։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ընտրություններին մասնակցող ուժերի համար նոր թվային գործիքակազմ։ Հանդիպմանը մասնակցել են այն կուսակցություններն ու դաշինքները, որոնք արդեն դիմել են կամ պատրաստվում են դիմել ընտրություններին մասնակցելու համար։ Նոր համակարգը թույլ է տալիս քաղաքական ուժերին ստանալ անհատական օգտահաշիվ եւ այնտեղ ներբեռնել ընտրողների ցուցակները, ծրագրերը եւ հայտարարագրերը։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հստակ սահմանել է վերջնաժամկետ մինչև ապրիլի 23-ը։ Միաժամանակ հայտարարվել է, որ հայտարարագրեր չներկայացնելու դեպքում կկիրառվի վարչական պատասխանատվություն։ Վերլուծաբանները նշում են, սա կարող է բարձրացնել թափանցիկությունը, բայց նաև վերահսկողությունը։ Ապրիլի 14-ին հայկական բանակում արձանագրվել է հերթական մահվան դեպքը։ 19-ամյա Նարեկ Հակոբյանը մահացել է հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին։ Նախնական տվյալներով նա ստացել է հնազենային վնասվածքն ու Բարաշենի պոլիգոնում։ Դեպքի շուրջ հարուցվել է քրեական վարույթ եւ քննությունը շարունակվում է։ Դեռ պարզ չէ դա սպանություն է, ինքնասպանություն թե դժբախտ պատահար։ Հասարակության մեջ կրկին բարձրանում են բանակում անվտանգության հարցերը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը զգուշացնում է, նախընտրական շրջանում աճում է ատելության խոսքը։ Նա ընդունել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրիխի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, սկսած սոցիալական իրավունքներից մինչև փոքրամասնությունների պաշտպանություն։ ՄԻՊ-ը ընդգծել է, որ հատկապես ընտրություններից առաջ խտրականությունը սրվում է։ Նա կարևորել է նաև համապատասխան օրենքի արագ ընդունումը։ Այս զարգացումները ցույց են տալիս, քաղաքական պայքարը կարող է անցնել վտանգավորի սահմանը։ Ընտրությունների նախաշեմին սկանդալ է բռնկվել ուժեղ Հայաստան կուսակցության շուրջ։ Կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանը ազատ են արձակվել, սակայն գտնվում են վարչական հսկողության տակ։ Նրանք կասկածվում են ընտրողներին նյութական շահը գրգռելու մեջ։ Գործով հարուցվել է քրեական վարույթ։ Իրավապահպանները նշել են, նման դեպքերը կարող են ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Սա լուրջ հարված է քաղաքական դաշտի վստահությանը։ Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում մասնակցել է հեղինակավոր Rand կորպորացիայի քննարկմանը։ Քննարկման կենտրոնում եղել է Հայաստանի Հանրապետություն Միացյալ Նահանգներ համագործակցության խորացումը։ Հատուկ ուշադրություն է դարձվել արհեստական բանականությանը, էներգետիկային և տեխնոլոգիաներին։ Քննարկվել է նաև համատեղ հետազոտությունների իրականացումը։ Վերլուծաբանները նշում են, սա ԱՄՆ-ի կողմից ազդեցության խորացման հերթական քայլն է։ Հայաստանը փորձում է դառնալ տեխնոլոգիական գործընկեր տարածաշրջանում։ Հայաստանը ակտիվորեն պատրաստվում է 2026 թվականի COP17 համաժողովին։ Դեսպան Անահիտ Հարությունյանը Կանադայում քննարկել է առաջնահերթությունները Կանադայի խորհրդանի падգամավոր, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերով նախկին նախարար Սթիվեն Գիլբոյի հետ։ Քննարկման ընթացքում եղել են կլիմայի և կենսաբազմազանության հարցերը։ Կողմերը նշել են համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Այս միջոցառումը կարող է բարձրացնել Հայաստանի միջազգային դերը։ Երևանը փորձում է օգտագործել այն որպես դիվանագիտական հարթակ։ 2028 թվականին Հայաստանում կանցկացվի Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստը։ Որոշումը կայացվել է ապրիլի 15-ին Շանհայում։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մասնակցել է նիստին եւ ընտրվել ենթահանձնաժողովի անդամ։ Սա մեծացնում է Հայաստանի միջազգային իրավական հեղինակությունը։ Հանդիպումներն անցկացվել նաև Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Երևանը փորձում է ուժեղացնել իր դիրքերը միջազգային իրավական համակարգում։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը աջակցել են Իրանից ռուսաստանցիների տարհանմանը։ Տարհանումը իրականացվել է նաեւ Ադրբեջանի տարածքով, հատուկ թույլտվությամբ։ Այս հայտարարությունը անսպասելի է, հաշվի առնելով լարված հարաբերությունները։ Սա ցույց է տալիս, որ որոշ հարցերում կողմերը կարող են համագործակցել, սակայն քաղաքական հակասությունները շարունակում են մնալ։
Ընտրություններից ընդամենը շաբաթներ առաջ նոր սկանդալ է բռնկվել քաղաքական դաշտում։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Ուժեղ Հայաստան կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող ՎՍ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նա կասկածվում է ընտրական գործընթացների վրա ապօրինի ազդեցություն գործադրելու մեջ, նյութապես շահագրգռելու միջոցով։ Խոսքը վերաբերում է քաղաքացիներին հավաքներին մասնակցելու կամ չմասնակցելու պարտադրելու փորձերին։ Ըստ իրավապահների, այս ամենը կատարվել է պաշտոնական դիրքի կամ ազդեցության կիրառմամբ։ Արդյունքում ՎՍ-ն ձերբակալվել է, իսկ գործով քննությունը շարունակվում է։